Հիմա մի շատ հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու, վերջին շրջանում համացանցում հաճախ են հանդիպում տեսանյութեր ԴՆԹ թեստերի մասին։ Մարդիկ ուզում են պարզել ինչ ազգի ներկայացուցիչ են եղել իրենց նախնիները ու հաճախ պարզում են, որ որևէ կապ չունեն այն ազգի հետ, որի ներկայացուցիչ են իրենց համարել։ Տեսախցիկի առաջ նկարում են իրենց արձագանքը, սովորաբար զարմացած ու հավաքում 100,000-ներով, նույնիսկ միլիոններով դիտումներ։ Իմ գործընկեր Անի Հովհաննիսյանը զրուցել է ԴՆԹ թեստ արած մի գերմանացու հետ։ Շատ հաճախ մարդիկ, որոնք հրապարակայնորեն կիսվում են այսպիսի պատմություններով, սպառնալիքներ են ստանում։ Օրինակ, վերջերս ես կիսվել էի մի տեսանյութով մի թուրք կնոջ մասին, որը բացահայտում է, որ ինքը բնավ թուրք չէ, բայց հետո ես նրանից հաղորդագրություն ստացա, նա խնդրում էր ջնջել այն։ Այս թրենդն իրականում նոր չէ, ինչպես ցանկացած նոր բան մոռացված հինն է։ Տարիներ առաջ 2010-ականներին էր այսպես կոչված ԴՆԹ ճգնաժամ մեր հարևան Թուրքիայում։ Շատերը հանկարծ բացահայտում էին, որ իրականում ոչ թե Թուրքի արյուն են կրում, այլ հայի, հույնի, լազի եւ այլն։ Թեմայի մասին հատուկ ռեպորտաժ է պատրաստում իմ գործընկեր Անի Հովհաննիսյանը, որի հետ հիմա կխոսենք տաղավարում։ Անի, ողջույն, նախ շատ հետաքրքիր թեմա ես ընտրել ու առաջին ինձ հետաքրքիր է արդյոք մեր սոցմեդիայում, այսինքն հայկական տիրույթում հայտնվող թուրքերի արձագանքները հիմնականում այն պատճառով են, որ այս թեստերն արվում են Թուրքիայում եւ հետաքրքրություն հիմնական թուրքերի մոտ է, թե սա ինչ-որ համաշխարհային թրենդ է ու բոլորները անում են, պարզապես մեր ռեկում այսպես կոչված հայտնվում են թուրքերը։ Իրականում ամբողջ աշխարհում բավականին մեծ տեմպեր է ստանում այս թրենդը, թե Ամերիկայում է տարածված, թե Վրաստանում, թե Հունաստանում, թե Իրանում, թե Հնդկաստանում, գրեթե բոլոր երկրներում, այսինքն մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ ծագում ունեն իրենք։ Այս հարցը իրականում սկսում է ավելի ու ավելի հետաքրքրել, երբ որ տեսնում են, թե այլ մարդիկ ինչպես են դա պարզում, այսինքն թեստը ինչպես են անում, քանի օր են սպասում, ինչքան են վճարում, այս հարցի պատասխանները իմ ռեպորտաժում կստանան, ինչքան են վճարում, որպեսզի իմանան, թե քանի տոկոս, անգամ տոկոսներով է հնարավոր պարզել, քանի տոկոս, որ ազգից կա քո ԴՆԹ-ի մեջ։ Դες մի կողմից այսպես շատ խորը խնդիր է, հա, ինքնության ճգնաժամ, հատկապես երբ մենք խոսում ենք Թուրքիայի մասին, որովհետև այնտեղ տարիների ընթացքում, դարերի ընթացքում բնականաբար հնարավոր են այդպիսի երևույթներ, բայց մյուս կողմից սա ինչ որ բիզնեսի է վերածվել եւ ինչ որ թրենդի դիտումների համար, այսինքն որտեղ է ճշմարտությունը այս ամեն ինչի մեջ, ինչի համար է սա արվում։ Իրականում ցանկացած թրենդ, որքան սկսում է ավելի ու ավելի շատ տարածվել համացանցում, այնքան բիզնես գաղափարները, այսպես ասած, այդ թրենդի հետ կապված գնալով ավելանում են ու ավելանում են, այսինքն շատանում են այն լաբորատորիաները, որ կարողանում են նման ծառայություններ մատուցել, միգուցե նաև տեխնիկապես ավելի են զինվում, որպեսզի նման ծառայություններ կարողանան մատուցել։ Ես փորձել եմ նաև պարզել հասկանալու համար Հայաստանում որքանով են վերջին շրջանում ավելի շատ դիմում։ Պաստորեն նման միտում իրականում կա, շատ լաբորատորիաների աշխատակիցների հետ եմ զրուցել, իրոք նման միտում կա, գնալով ավելի ու ավելի շատ են դիմում։ Ու սա եւ էլի թրենդի նկարել TikTok-ներ դնելու համար, ենթադրում եմ, որովհետեւ ես էլ եմ հաճախ հանդիպում։ Ավելի շատ ոչ թե գիտություն, այլ մարքեթինգ, ես կասեի։ Այսօր ես երբ իմացա, որ դու հենց այս թեման ես ընտրել, հիշեցի Թուրքիայում հայտնի ռոք երաժիշտ Յաշար Քուրթի, այնտեղի ամենահայտնի երաժիշտներից մեկի պատմությունը, Յաշարը չիմանալով, որ ինքը որևէ տարբերակ կա, որ կարող է հանկարծ թուրք չլինի, գնում է միտեղ, որտեղ տեսնում է Կոմիտասի նկարը ու զարմանալիորեն ուզում է հասկանալ, թե ինչու է ինքը այդքան նման հայ Կոմիտասին եւ գնում հարցնում է իր պապին, իրենց մեծերին ու հետո նաեւ ԴՆԹ թեստ է անում եւ այսպես պարզում, որ փաստորեն Յաշարը հայ է, հետո մկրտվում է, պարզում է իր ինքնությունը եւ այլն։ Այսպիսի պատմությունները արդեն ինքնության հարցի մասին են, այնտեղ շատ լուրջ խնդիր կա։ Դու ռեպորտաժում այս շերտը եւս շոշափելու ես, այսինքն Թուրքիայում ինչ ճանապարհ են անցնում եւ ազգային անվտանգության ինչ խնդրի մասին է, երբ խոսքը գնում է Թուրքիայի մասին։ Ես զրուցել եմ քաղաքագետ վերլուծաբանի հետ, ով ունի ընկերներ, թուրք ընկերներ, ովքեր պարզել են, որ իրենք ինչպես իրենց ողջ կյանքը մտածել են, որ իրենք թուրք են, իրականության չի համապատասխանում իրենց այդ ներսում նստած այդ ճշմարտությունը։ Այդ մասով, այսինքն ռեպորտաժում անդրադարձ կլինի անպայման։ Ու կան ավելի հետաքրքիր մանրամասներ կապված Հայաստանում լաբորատորիաների հետ, գներ, ժամկետներ,
դրանք արդեն ռեպորտաժում կտեսնեն։ Իսկապես շատ հետաքրքիր է, ես էլ այդ մանրամասները չգիտեմ ու սիրով կլսեմ։ Իդեպ երբ խոսեցինք Թուրքիայի մասին, ես այսօր նաև թուրք փորձագետի հետ էի խոսում ու նրանից եւս հետաքրքրվեցի, թե արդյոք իրենց երիտասարդության շրջանում տարածված է այս խնդիրը, կա այդպես կոչված ԴՆԹ ճգնաժամի հարցը եւ այլն։ Նա ասաց, որ ձեզ մոտ Հայաստանում դա անցալվում է որպես այսպիսի մի մեծ իրադարձություն, դուք այդ տեսանյութերը փորձում եք շրջանառել, ասել, որ տեսեք, այնտեղ թուրք չկա, թուրքերի մեծ մասը հայ են իրականում, միլիոններով հայ են ապրում եւ այլն, բայց ասում էր շատ իզուր եք դա վերածում մի մեծ պատմության, որովհետեւ 86 միլիոնանոց Թուրքիայի մեջ մի քանի այդպիսի դեպքերը, որոնք չնայած որ հավաքում են միլիոններով դիտումներ, իրականում ոչ մի բան չեն ու մյուս կողմից ենթադրենք հայ են։ Ինչ է փոխվում դրանից, հա, իրենց ինքնությունը ի վերջո միայն արյունի գենետիկայի այսպիսի հարցերով չի անձի ինքնությունը ձևավորվում, լիքը այլ հատկանիշներով, լեզուն, կրոնը, այդտեղ ապրելը, այդ լեզվամտածողությունը, ընդհանրապես աշխարհայացքը եւ այլն։ Խոսքով նա ինձ հորդորեց այսպես շատ չոգևորվել, այսպես ասած, այդ թեմայից։ Լիլիթ, իրականում ինքս այսօր մտածում էի, ինչ կզգայի ես, եթե պարզվեր, որ ես էլ ինչ-որ չափով օրինակ թուրքական ծագում կա, թեկուզ շատ փոքր տոկոսով, քանի որ թե իմ հայրական, թե մորական կողմը բավականին ծանր ճանապարհ են անցել, հայրական կողմը դե եղեռնի տարիներին են եկել ու Արարատյան դաշտավայրում բնակություն հաստատել, մայրական կողմս էլ 88-ի շարժումից սկսված այդ ժամանակահատվածում եղել են Բասար Քեչար, այդպես էր կոչվում իրենց գյուղը, այսինքն հավանականությունը քիչ չէ, որ ես էլ գուցե իմ մեջ գտնեմ, բայց կարծում սկզբում շոկ կապրեմ, իմ մեջ ոչինչ չի փոխի, ես ինձ հայ եմ զգում ու միշտ հայ կզգամ, բայց շոկ կապրեմ ամեն դեպքում, եթե նման բան պարզենք։ Այո, թերևս այդ թուրք փորձագետի կարծիքը շատ օբյեկտիվ էր, էլի, իրականություն վերադարձնող էր, որ դրա մեջ ոչ մի ինչ-որ վաու բան պետք չի սпасել այդ ամենից։ Բայց ինձ հետաքրքիր է նաև տեխնիկական, հա, առումով, երբ որ արվում է այդ թեստերը, իսկապես դա նշանակում է, որ մարդը, օրինակ, չգիտեմ, 47%-ով հանկարծ պարզեց, որ վրացի է, այդ թիվը ինչքանով է հստակ կամ արդյոք եթե մեկ այլ լաբորատորիա ուղարկի, այլ թիվ այդ նոր լաբորատորիան չի ուղարկի իրեն, այսինքն ինչպես է դա որոշվում։ Ինչպես կա գրքերի գրադարան, այսպես ասած, կա նաև գենոմի ու գենետիկ կոդի գրադարաններ ու տարբեր լաբորատորիաներ ունեն տարբեր գրադարաններ։ Այսինքն կախված նրանից, թե ինչպիսի տեխնիկապես ինչպես են զինված այդ լաբորատորիաները ու ինչպիսի ճակերտավոր գրադարան ունեն, արդյունքները կարող են տարբեր լինել։ Փաստացի միանշանակ չէ, եթե թեստը ուղարկեն եւ հանկարծ պարզվի, որ ինչ-որ մեկը թուրք է, ինչ-որ մեկը հայ է եւ այլն, արդյունքում կմնա միայն TikTok-յան ռեկ ընկած տեսանյութը, բայց այնուամենայնիվ թեման շատ հետաքրքիր է։